Հենա տեսեք, իրանց լցած ցեխը փոկում եմ, մեջից հանում եմ։ Սա իհարկե այսպես պետքա չլիներ։ Սա արդեն ազդար կա, որ աշխատանքները նորմալ չեն արել։ Ինչը հերքեմ, հարցնում է Մասիվի 105 մանկապարտեզի թերություններն արձանագրած ակտիվիստ Արթուր Չախոյանը, որին զրպարտության համար դատի է տվել շինարարությունն իրականացրած Լիլանարմ ընկերությունը։ Այս ընկերության գործադիր տնօրենը Նարեկ Պողոյանն է, նա 2023 թվականի ավագանու ընտրություններին իշխող քաղաքացիական պայմանագրի ցանկում էր։ Հա, դե որ ցույց ենք տալի, բան ենք անում եւ այլն, բայց դա որպես այդպեսի զրպարտություն post չկա։ Այս ձևի փողերը մսխել հոդս ցնդեցնել Լիլանարմ ընկերությունը նույն պահանջը ներկայացրել է նաև Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոբ Մանուկյանին։ Նաև Չախոյանն էին մի քանի տեսանյութերում ցույց տվել շինարարության թերությունները։ Ընկերությունը երկուսից էլ պահանջում է սոցիալական էջերից հեռացնել տեսանյութերը, հերքել մեջբերեմ ընկերության վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ երկուսով որպես փոխհատուցում վճարել 12 միլիոն դրամ։ Այս ամենին քաղաքական գնահատական եմ տալի։ Հետևյալ զրպարտությունը տարածելու համար, որ իբրև հանրային կարծիքը այլ կողմ շեղեն, որ տեսեք, Չախոյանը ստախոս է, զրպարտությունը տարածել, դրա համար 6 միլիոն դրամի պահանջով դատարան են մտել։ 6 միլիոն դրամը իրանք ուրցրել են, որ ավելի նյութը հնչեղ լինի։ Մանկապարտեզի թերությունները ցուցադրելուց հետո կռիվ էր ընկել ակտիվիստի ավագանու ընդդիմադիր անդամի ու նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև։ Փոխադարձ հայհոյանքներից հետո բանը հասավ նրան, որ թաղապետն ու ենթակաները տեսախցիկների առջև ծեծեցին Չախոյանին, ինչից հետո քրեական գործ հարուցվեց խուլիգանության եւ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Այժմ երեքն էլ մեղադրյալի աթոռին են, Տեր-Մարգարյանն էլ աղմկահարույց դեպքից 20 օր հետո հրաժարական տվեց։ Վստահաբար ունենք այդ խնդիրը տվյալ մանկապարտեզում 2023 թվականի քաղաքապետ նշանակվելուց հետո այդ մանկապարտեզներում 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ, որակի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, երկուսի հետ կապված կար քրեական գործեր։ Չնայած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս ընդունել էր, որ Չախոյանի հայտնաբերած թերություններն իսկապես կան, բայց այսօր հեքիաթ է որակել ակտիվիստի պնդումը, թե այս ամենը կոռուպցիա է։ Այդ հեքիաթները խնդրում եմ գնացեք ուրիշ տեղեր պատմեք, կոռուպցիայի մասին ոչ մեկ չէր բարձրաձայնում։ Դե իրանք են պատմում։ Սուտ են ասում։ Եթե նրանք ասում են, որ այդտեղ կոռուպցիա է եղել, այդտեղ սուտ են ասում։ Իր հերթին Չախոյանը շարունակում է պնդել, ասֆալտն արել են առանց բիտումի եւ առհասարակ նյութեր են խնայել։ Ակնհայտ արդեն իսկ կոռուպցիոն ռիսկերը կայանում են նրանում, որ մանկապարտեզը արդեն իսկ պետք է շահագործման հանձնված լիներ, եւ շահագործման չի հանձնվել։ Տեսեք, ինչքան թույլ ամրություն չկա, որ տակից բուսականությունն է աճում։ Խոտը աճում, ծառը աճել, հենա ծառը աճել արդեն մեջը։ Դες ոնց կարելի է։ Սա ակնհայտ պետական միջոցների վատնում է։ Տեսեք, սա երևի իմ կարծիքով հողը ավելի ամուր է, քան այս ասֆալտը։ Մանկապարտեզի նորոգումը համայնքային բյուջեի համար այս պահին արժեցել է ավելի քան 222 միլիոն դրամ։ Սա գումարի մի մասն է, մյուս մասը 57 միլիոն դրամը քաղաքապետարանը չի վճարում, մինչև թերությունները չշտկվեն։ Լիլանարմ ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, թե Չախոյանն ու Մանուկյանն արատավորել են ընկերության բարի համբավը եւ որ մանկապարտեզի նորոգման աշխատանքներն ավարտված չեն, դադարեցված են եւ կշարունակվեն ֆինանսական միջոցների հատկացման համաձայնագիր կնքվելու պահից։ Ավելին, ըստ ընկերության տեսանյութում նկարահանված քանդվող ցանկապատը չնորոգված կոյողին եւ կոնկրետ ասֆալտն առհասարակ նախատեսված չեն պայմանագրի նախագծանախահաշվային աշխատանքների մեջ։ Տարբեր պատրվակներ ասած չես հասցնի, չես կարող։ Մի խոսքով, ասի չեմ հրաժարվում։ Մինչ դատարանում կողմերը կպաշտպանեն իրենց դիրքորոշումները, արդեն 3 տարի քաղաքային խնդիրները բարձրաձայնող Չախոյանը պնդում է, քաղաքապետարանում այնպես են անում, որ շինարարության մրցույթներին հաղթի հենց Լիլանարմը։ Օրինակն էլ ըստ նրա Կվալիտ շին ընկերության տնօրեն Վիգեն Ուրուշանյանի դեպքն է։ Չախոյանն այսօր հրապարակել է նրա հետ զրույցը, որտեղ գործարարը պատմում է, որ ինքն է շահել մանկապարտեզներից մեկի նորոգման մրցույթը, բայց կանչել են քաղաքապետարան ու ճնշելով հորդորել հրաժարվի։ Երևանի քաղաքապետարանից այսօր չմեկնաբանեցին այս տեղեկությունը։ Վիգեն Ուրուշանյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, հեռախոսահամարն անհասանելի էր։